2024 թվականին Հայաստանի թանգարաններն ունեցել են 1.245.000 այցելու, 50%-ը զբոսաշրջիկներ։ Նախարար Անդրեասյանը փաստում է, վերջին տարիներին թանգարանային ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն աճել է, ինչը մշակութային ռազմավարության կարևոր կետերից է։ Թանգարանները նաև զբոսաշրջության զարգացման շատ էական մասնակից են եւ ես շատ կարեւորում եմ, որ մեր թանգարաններում նաև ընդլայնվեն հնարավորությունները տարբեր երկրների զբոսաշրջիկների համար հասանելի ձևով եւ միջավայրում ապահովելու հնարավորությունը ծանոթանալու մեր մշակութային ժառանգությանը, արվեստի պատմությանը եւ վստահ եմ, որ այս թվերը գալիք ուրեմն ժամանակահատվածում միայն ավելանալու են։ Ժաննա Անդրեասյանը շեշտում է թանգարաններում մարքեթինգի որակի դրական փոփոխությունը, ինչը կարևոր է մեր ազգային գոհարները հանրահռչակելու եւ ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու առումով։ Նախարարը հատուկ ընդգծում է այդ գործում թանգարանային ոլորտի աշխատակիցների դերը։ Մարդկանց մեծ մասը իսկապես ոլորտի նվիրյալ է, որովհետև ոլորտում արկա խնդիրները, ոլորտում արկա նաև սոցիալական հարցերը այնպիսին են, որ շատ տևական ժամանակ այստեղ աշխատանքը պետք է պահանջեր իրապես նվիրվածություն, սրտացավություն եւ շատ մեծ ոգեշնչվածություն, որպեսզի այդ աշխատանքը լիներ նաև շարունակական։ Նախորդ տարի տեղի ունեցավ թանգարանային ոլորտի համար աննախադեպ իրադարձություն։ Հայաստանի պատմության եւ Բրիտանիայի թանգարանների գործակցությամբ մեր երկիր տեղափոխվեց եւ 6 ամսից ավելի հայ արվեստասեր հանրությանը ներկայացվեց Անահիտ Աստվածուհու կիսանդրին, իսկ ինչ ցուցադրություններով են թանգարանային գիշերը դռները բացելու հայաստանյան թանգարանները։ Տեղի կունենա թանգարանի ցուցադրության բացումը գրական հատվածի Էլի նախարարության դրամաշնորհի շրջանակում եւ 20 տարի անց թանգարանը նոր ցուցադրություն է ունենում, որտեղ նոր Իսահակյան ենք բացահայտելու իրականում, մեզ համար բացահայտելու ենք յուրաքանչյուրս մեր Իսահակյանին ավելի մտերիմ, ավելի ջերմ, ավելի մոտ, փորձել ենք այնպես անել, որ վարպետը հասանելի լինի եւ փոքրերին, եւ մեծերին, եւ զբոսաշրջիկներին։ Թանգարանը դառնում է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր անհատ կարող է ակտիվացնել իր 5 զգայարանները, որտեղ մարդուն տրվում է այդ հետաքրքիր փորձառությունը շոշափելու, տեսնելու, լսելու եւ սա բավականին հետաքրքիր փորձառություն է մեզ համար։ Թանգարանների միջազգային օրվա առիթով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շնորհակալագրերով, պատվոգրերով եւ ոսկե մեդալներով են պարգեւատրվում ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ։ Մայիսի 17-ին հայաստանյան 100-ից ավելի թանգարան մինչև կեսգիշեր բաց կլինի այցելուների համար, իսկ մշակութային տոնն այս տարի կանցկացվի թանգարանների ապագան արագ փոխարինվող համայնքներում խորագրով։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։